որոշումը դեռ չենք ստացել, պատճառաբանված որոշում է շակերտներով պատճառաբանված, երբ որ ստանանք անպայման դիմելու ենք։ Պարոն Թակյանը վերջում եկավ, մեջտեղի մասում եկավ, երբ որ արդեն շատ ջրեր էին հոսել, մի քանի անգամ Սրբազանը փորձել էր գնալ, պարոն Թաթյանը չի ազդել, Միքայել Սրբազանի վրա չէր կարող ազդել, այսպես ասեմ։ Ավելին, մենք էլ չէինք կարող ազդել։ Մենք մեր կարծիքն ենք ասել։ Ես չեմ կարծում որևիցե փաստաբան, որ այդ բանին իր վստահորդ այդ հարաբերություն ունենք խորտ, ասի եկել են քեզ ձերբակալեն, նայեք, ոստիկանները այդ հատվածում են, ԱԱՑ-ն այդ հատվածում է, զինված եկել են։ Ու ասում է պետք է կատարեն քննիչի որոշումը։ Պարոն Արոնյանը նշեց, այստեղ իր կամային ակտի հարց չկար։ Մենք ունենք երկու տարբերակ, կամ դա անելու են բռնի ծեծելով ջարդելով, կամ անելու են ոչ այդպես։ Իմ անձնական կարծիքով եղավ ամենալավ տարբերակը չայրած փոքրագույնը եղավ, որովհետև Սրբազանը մինչև քննիչի սենյակ հասավ առանց որևէ ձեռնաշղթա, առանց նվաստացման, իր կամքով, հենց նույնիսկ երված ինքը իր կամքով գնաց այդտեղ։ Մյուս տարբերակը, հարգելներս, լինելու էր բռնի ուժով։ Երրորդ տարբերակ չէր կարող լինել։ Ես վստահեցնում եմ, ուրիշ տարբերակ չկար եւ ոչ ես եմ դա տեսել, ոչ Սրբազանը, բայց միևնույն է որոշում կայացնող եղել է Սրբազանը։ Իսկ մի բան էլ ասեմ, էլի, երբ որ նման բաներ եք ասում, որ են ազդել, դուք Սրբազանին չեք ճանաչում։ Սրբազանին ավելին ասեմ, ես Սրբազանի, երբ որ դուրս էր գալիս ձեր մոտ լրագրողի մոտ խոսելու, խնդրել եմ, ասեմ, խնդրում եմ այդ գործից չխոսեք։ Դուրս եկավ, էլի Սրբազանը խոսում էր, ես ստիպված իր ձեռքը ծեղում ասում Սրբազան։ Ասում եք հարցեր են տալու, մի խոսեք, ձեր դեմ են օգտագործելու։ Սրբազանին չեք կարող ասել, մի բան անի կամ չանի, թե նա չուզեցավ դա անի։ Իր վրա որևէ մեկը չի կարող ազդել։ Ես ուզում ով Սրբազանին ճանաչում է, գիտի, ինքը իր կամային հատկանիշներով մարդ է եւ ինքը ինչ ուզում, ասում է, ինչ ուզում անում է։ Իր վրա որևէ մեկը չի կարող ազդել։ Դա ուզում եմ հստակ իմանալ։